Նախագծում Սպասի մի քիչ զրուցեմ, հետո խնդիր չկա։ Շատ եկել եմ ձեզ լսեմ, դարդերը, հերու է կաղնա, ենքան ասել են Քոչարյանը խիստա, Ոնց եք, ես հարևան ուտում Ստեփանակերտ, Քարտաշների տանն էի մոնում։ Վայ, դեր ես։ Ասալան, սուբի քիլան Քոչարյանը դեսնում, ստեղ դեպը եկալ եմ կեցալան դեպը վաղտի Երևանում խիլը։ Երևանում 20 տարի դրգացալում։ Հասկացի։ Շատ ուրախ եմ, Շնորհակալություն։ Սենց իրար նայելով ենք, բան ունենք ասելու, թե չունենք։ Ասեմ Ժորժա, մենք եկել ենք այստեղ մեկ նպատակով։ Քարոզարշավ է գնում, եկել ենք մեր թիմով ներկայանալ և փաստորեն ամբողջ Քարոզարշավի իմաստը խնդրել ձեզ, որ քվետակ մեր թիմին, մեր ծրագրերի համար և համոզմունքով, որ մենք այն թիմն ենք, այն մարդիկն ենք, որոնք ինչ խոստանում են, դա անում են։ Հիմա իհարկե ընտրությունը ձերն է, բայց մեր թիմի առավելությունը հետևյալն է, մենք ունենք փորձ, մենք ունենք կամք, ունենք անցած ճանապարհ և մինչ այսօր ինչ ասել ենք, միշտ արել ենք։ Սա մեր թիմի սենց փոքր գովազդային հովոլավակ է, այսպես ասենք։ Հիմա ինչ վերաբերում է տեղական հարցերին, մենք ձեր շտաբի ղեկավարի հետ նաև քննարկում էինք, ինչպես հասկանում եմ, ստե հիմնական խնդիրը աշխատատեղերն է, տնտեսությունն է, տնտեսական ծրագրերի իրականացումն է և երևի հիմքում տուրիզմն է։ Ենթադրում եմ, հա։ Բնությունը ճկնաղ է, չեմ կարծում, որ ինչ-որ բանով զիջում եք Դիլիջանին, բայց տուրիզմի զարգացվածության տեսանկյունից բավական զիջում եք, ես տենց եմ հասկանում, հա։ Եվ միգուցե այստեղ ավելի շատ ոչ թե սենց պարզ տուրիզմ, այլ առողջարանային ինչ-որ բաներ է եղել ժամանակ։ Ինֆրաստրուկտուրաները զարգանան, հյուրանոցային, սրճարաններ, ռեստորաններ։ Դուք երևի Երևան գալուց տեսնում եք, թե ինչպիսի շինարարություն է Երևանում և ամբողջ Հայաստանի, այսպես ասենք, ֆինանսական նաև ներուժը ըստ էության ներդրվում է Երևանում։ Սա բիզնեսի տեսանկյունից ավելի հասկանալի է և սա հնարավոր չի փոխել, եթե պետությունը մասնակցություն չունենա։ Մեր բանաձևը հետևյալն էր, Երևանում չխանգարենք, բայց եթե ուզում ենք, որ Հայաստանը չլինի քաղաք-պետություն, միայն Երևանը, ուրեմն մենք պետք է ամեն ինչ անենք, որ բիզնեսը Երևանից դուրս գա դեպի նաև Ստեփանավան։
առանց պետական աջակցության սա դժվար է լինելու եւ մեր ծրագրերով սա նախատեսված է։ Ձեր բնական պոտենցիալը իսկապես շատ մեծ է։ Ինձ համար մի քիչ զարմանալի է, թե ինչու է այսքան դանդաղ եւ ինչու ենք մենք ինչ որ տեղում տոպում։ Ուրեմն կարող ենք խոստանալ մեկ բան, որ տարածքների զարգացումը մեր ուշադրության կենտրոնում է լինելու դա միանշանակ եւ հատկապես այսպիսի բնական տուրիստական ներուժ ունեցող տարածքները մենք զարգացնելու ենք։ Տուրիզմը Հայաստանում ընդհանուր առմամբ զարգանում է, թվերը վատ չեն, զարգացման թվերը տուրիզմի, բայց չափազանց բան է, անհամաչափ է զարգանում։ Ինչ որ միտեղ շատ ավելի լավ է սկսում, մյուս տեղը հետ է մնում։ Հիմա Ստեփանավանը ոնց որ այդ տեսանկյունից մի քիչ հետ է մնացել եւ մենք պետք է ամեն ինչ անենք առաջ մղելու համար։ Այդ հնարավորությունը ունենք, այդ ուժը ունենք, այդ պատկերացումները մենք ունենք։ Հիմա